Ես կզարմանայի, որ դու ճիշտ բան չհայտնվեիր։ Մի րոպե։ Զարմանալը չգիտեմ, այ բալա։ Բայց ոնց որ դու դժվար ես ոտիդ վրա կանգնում, հա? Ես կարող է ալկոհոլ ես օգտագործել։ Ո՞վ դուրս գանք։ Չէ ինչ դուրս գալը, ամփերի էլը։ Մարդուն ասում եմ հեռու մնա, բայց էլի իրա ոտով գալի են գնում դիմացս։ Հիմա որ մի հատ էլ քո աչքի առաջ սրա դեմքին տան, աղբորդ պես պիտի մեջ են գնես։ Օլգա ջան, չեմ հասկանում։ Ես ոնց է ստացվել, որ սենց է ստացվել։ Աստորեն չի ստացվել։ Ոչ խոսալ գիտի, ոչ պահվածք ունի։ Մենակ լավ խմել գիտի։ Արի դուրս գանք մանրամասն բացատրեմ։ Ով, հանգստացի ա։ Բաց թողելը։ Մենք դուրս են գալիս, ով։ Մի կողմ քաշվի, մարդը նոր է եկել, որ ձեր տան եղածը շարունակենք։ Մեր տան դիմացի եղածի համար, որ ես սուս եմ մնում, այ տղա։ Դու խելոք կանգնի տեղդ։ Եթե իհարկե ի վիճակի ես կանգնելու։ Ով հանգստացի։ Թողել եմ շարունակի ասում եմ մենք դուրս ենք։ Ամեն արածիդ համար երթը պատասխան ես տալի, ավո։ Հանգստացի մի հատ մենք դուրս են գալիս։ Խնդրում եմ, ավո դուրս գնա, խնդրում եմ։ Դու սուս մնա մի հատ ընդհանրապես։ Հանգստացի։ Ավո, արի գնացինք։ Ինչ անշարքում արի գնանք։ Անեկատինից դուրս գանք։ Ձեռս առնում, երեխա չես։ Ով հանգիստ։ Դուրս արի։ Դուրս եմ գալի բալես։ Ցավը տանեմ հերիքա, հարևաններ կա խախի տանես, քեզ մի չանգից բայ։ Ինչ ես բրբրտում հանգստացիլ է։ Ավո, դու հասկանում ես, որ ոչ մի բան չես հասկանում։ Քեզ ինչ ասում ենք, դու ընդհանրապես չես ընկալում։ Լավ ոնց ասեմ, այս տարածքից հեռու մնա, դու այս ընտանիքից հեռու մնա։ Երեխա չես, ավո։ Ինչ եմ արել, է։ Ինչ եմ արել, որ մի հատ էլ հեռու մնամ։ Հենց այն ես արել, որ շատ վատ բան ես արել։ Կամ այդ հունանը ինչ ա խառնվել իրար։ Այդ ինչ ունի Վովին ասելու։ Լսի դու խելացի տղա ես, դու չես հասկանում, վառված է, տեղը չի գտնում։ Լսում ես, տեղը չի գտնում։ Ուզում եմ Վովային գտնի, ասի, որ ես Օլգան իրար հետ ենք։ Դու հասկանում ես, որ շատ խնդալու պատմություն է հիմա։ Ցավը տանեմ ընդհանրապես խնդալու չի, լուրջ է լուրջ, դու փոքր ես, չես հասկանում։ Լսի, Դավոն ինձ այն օրը պատմել է, որ շատ սիրալով, սիրահետելով Օլգային նստացրել ես ավտոտ ու տարել։ Հիմա ի՞նչ ա արածդ։ Որ այդ կետին է, հա, արդեն հասել ձեր հարաբերությունները։ Հա, բալես, խեղդում է, սերը խեղդում է, հոպ արդ չի դիմանում։ Արա, խնդրում եմ, էլի, ես քո հետ բան չունեմ խոսալու։ Գնա, ավո ջան, գնա։ Գնամ, ուր գնամ, ասենք թե գնացի դրանից խնդրի լուծում ա փոխվելու, ինչ ալնելու։ Չէ, ուղղակի ներվերը սա հանգստանալու, գնա, ավո։ Լավ նոր։ Վով։ Սուս մնա, ոչ ձենդ եմ ուզում լսեմ, ոչ էլ դեմքդ տենամ։ Թե ասա ոնց կարա խորթը կյանքում հարազատ դառնա։ Զորով չի։ Այսօրվանից դու մեռած ես իմ համար։ Հասկացար։ Ինչ ես ասում, բալես։ Այն ինչ որ լսեցիր։ Հենց հիմա դուրս ես գալիս իմ տնից, հոպարիդ հետ միասին։ Այսօրվանից սկսած մենք թշնամիներ ենք։ Ես չէի ուզում, դուք ստիպեցիք։ Արի ավելորդ բաներ մի խոսավով։ Ստեղ ավելորդ մենակ դուք եք։ Գնացիք ստեղից։ Վատ ես քեզ բանում։ Վատ պահելուց դու մի խոսա։ Նորից եմ կրկնում, գնացիք։
Լեալը մի հատ է զանգի դու շուտ արա։ Գրիշ, ինչի համար զանգեմ, ասում եմ չկա մաման, որ զանգեմ քեզ նույն բանն է ասելու։ Բա ինչ ես առաջարկում, քանի իրանցից հեռու ենք, սենց հանգիստ ապրենք։ Չեմ ասում հանգիստ ապրի, բայց տեղից ոչ մի բանով չենք կարող օգնենք։ Դե ուրեմն մտի Տոմս Պատվիրի գնում ենք Երևան։ Այս վիճակում։ Հա, այս վիճակում շուտ արա Տոմս Պատվիրի։ Գրիշ, ասա սիրտս կպայթի, լուրջ եմ ասում։ Արա լավ, ումա պետք սենց ապրել ես, կի ոտի չեմ կարում կայնեմ արա։ Գրիշ, խնդրում եմ էլի, առանց եթե տեսնում ես տեղս չեմ գտնում, դու ինձ ավելի ես լարում։ Ինչ եղել, ամբողջ միջանցքում ձեր ձայներն է։ Ախ, որպես դու դուսարի էլի, առանց եթե ներվերս խախտված է շուտ արա գնա։ Լսեցի Երևան գնալու մասին եք խոսում։ Հա, կարաս դու մի ոչ շուտ ես ասում, ես մի սպասի։ Գրիշ, խնդրում եմ, հետս տենց մի խոսա։ Ալը, Հոպար Արամն է։ հա Արամ ջան, Երկար չեմ կարող խոսամ։ Հունանը մարդ էր ուղարկեմ մոնտես։ ինչի համար։ Եկել էր ու ինձ ասում էր, որ ամեն ինչ դու ես կազմակերպել։ Ինչ եմ ես կազմակերպել։ Պապայի սպանությունից սկսած մինչև բանտումս հայտնվելը։ Արամ ջան, դրանց ասածներին ուշադրություն մի դարձրա։ Լավա գոնե հասցրել եմ հոգու ուղարկի։ Այսինքն մոռանում ես այն ինչ ասել են, ուշադրություն չդարձնես դրա վրա։ Անցելա դասական մեթոդների մեզ իրար դեմը հանում որ թուլանանք։ Հոպար։ Արամ ջան, համբերի ես քո հետ մի քիչ ուշ շկապի դուրս կգամ։ Լավ։ Ալը, Դրսիդ կանգնած եզրին փոխի, բանի պետք չեն։ Ոչ ձենդ եմ ուզում լսեմ, ոչ էլ դեմքդ տենեմ։ Հեսա ոնց կարա խորթը կյանքում հարազատ դառնա։ Զորով չի։ Այսօրվանից դու մեռած ես իմ համար։ Հասկացար։ Έλα նստի ավտոն։ Ճամփը չառնակի էլի։ Ինչ։ Լսի, դու տղա ես, հա? Ինչ ես հասկանում։
Ինչի չես կարող ինձ հասկանաս, որ ես ավել բան չեմ անում։ Ախպեր ծաղիկ եմ տալիս ընդունում, հա։ Ռեստորան հաց ուտելու եմ կանչում միանգամից գալիս, հա։ Ախր հասկացի ավո։ Ստեղ Օլգայի թեման չի։ Իրա ընդունել կամ չընդունելու հարցը չի։ Վովայի հարցն է, Վովը իմ ընկերն է։ Հա ցավը տանը, բա որ քո ընկերն է, քո ընկերը, ինչի համար է քո հանդեպ իրան այտենց պահում, հա։ Դու ինչ մեղք ունես, ինչի է քո հանդեպ այտենց թշնամանում։ Չնայած ես ջոկել եմ։ Ինչ ես ջոկել։ Հա, շատ բան եմ ջոգում, ցավը տանեմ, հոպարդ շատ բան է ջոգում, Լեո ջան, դու միամիտ բարի տղա ես։ Այդ աղվեսը իրավիճակ է ստեղծում, մտամ թե դուք կռված եք, լարված եք, ինքը քո հանդեպ կռված է, որ ռինգ մտնեք, դե դու պարկեշ տղա ես, կարգին տղա ես, ինքը որ քեզ կրի էլի, հետո ասի չեմպիոնին կարել եմ։ Էլի սկսեցիր անդրամաբանական բաներ խոսալը։ Հələ նայ, այս սրա համար գժվում եմ քո համար։ Լրիվ հոպարդ ես, ես ու դու ոնց որ խնձորը կիսած, բարի, նվիրվող, պարկեշտ, չէ ցավը տանեմ, այտենց չի։ Բոլորին քո արշինով մի չափի, կտուժ ես։ Այդ աղվես լակոտից հեռու մնա, արի ես դրա վիզը կփոկեմ։ Ավո, ես հավես չունեմ։ Այ ցավը տանեմ, արի նստի ավտոն, հա։ Արի նստի ավտոն, կզրուցենք։ Ես ուզում եմ, որ ես ու դու իրար ճիշտ հասկանանք։ Լավ հասկանանք իրար, ախպեր ջան, ես ոչ մի ավել բան չեմ արել, իրա մոր հանդեպ ավելորդություն թույլ չեմ տվել, դու ինչ մեղավոր ես, դու ընդհանրապես մեղավոր չես, ցավը տանեմ, հո ես քո երեխան չեմ, որ դու իմ արածների համար պատասխանատվություն կրես։ Ախր մեկը ինչքան ասում եմ, չես հասկանում։ Հա, չեմ հասկանում, քո ասածն է, ցավը տանը, դու մենակ արի նստի ավտոն, գնանք տուն, ճանապարհին դու կխոսաս, ես քեզ կլսեմ, դու կբացատրես, ես քեզ կհասկանամ, մենակ խնդրում եմ, արի նստի ավտոն, ես քո թշնամին չեմ, այ բալա, ես քո ավո հոպարն եմ, նստի ավտոն էլ։ Այ բալա, քամի, փոթորիկ, ես այս վիճակին քեզ մենակ չեմ թողի, նստի ավտոն ասում եմ։ Ինչ եղել է, ինչ եք ես վիճակում։ Ոչինչ բան։ Իսկ Տոմսերը առար։ Դեռ չէ։ Դե հենց գնես խնդրում եմ ինձ զգուշացրու, որ ես էլ գնամ։ Միասին մի թռիչքով կգնանք, համել ես գրիշին կխնամեմ։ Իսկ գիտես, բայց ես թվում է ես ու դու շատ լավ ընկերուհիներ կլինենք։ Իսկ այդ ինչից վերցրել որ մենք պետք է ընկերուհիներ լինենք։ Իսկ ինձ թվում է մենք լիք կապող բաներ ունենք, տենց չի։ Մենք ոչ մի բան չունենք կապող։ Ինձ թվում է պետք չի սենց վատ տրամադրվել, շատ վատ։ Լսի ինձ հանգիստ թող, ես հիմա այն վիճակում չեմ, որ ինչ-որ մեկի հանդեպ իմ վերաբերմունքը վերանայեմ։ Դե ես ընդհանրապես ուզում եմ օգնել ձեզ։ Շատ շնորհակալ եմ, Մաշա ջան, ինձ օգնություն պետք չի։ Ոնց կուզես։ Ինայի տեղն ասա։ Ուր այնան։ Հեռու, շատ հեռու։ Հասցեն ասա։ Հասցե չկա։ Ուրեմն բացատրի տեղը։ Ես փողոցները չգիտեմ։ Սրա հեռախոսը վերցրեք, տեսեք նավիգատորով ուր է եղել։ Չես վախենում ուշացած լինես։ Չէ, դու այդքան դուխ չունես։
Սխալվում ես, Հունան։ Սխալվում ես։ Միլիոնից մեկ կարող է, բայց ես այդ դեպքը չի։ Ստեղա։ Ով իմանա։ Ստեղա։ Ահա։ Սրան տարեք գցեք պատվալ։ Ու սպասեք իմ զանգին։ Եթե խափած եղավ տեղում գլխից կթողեք։ Դավիթ ջան։ Ավելի պապի։ Տղա Պապի ջան։ չսկսես։ Գնա աղբորդ հետևից։ Չեմ գնալու։ Դու խիղճ ունես։ Չէ, պապի ջան, ես անխիղճ եմ, չունեմ խիղճ։ Երևում է միջելուց։ Դե լավ։ Դու էլ ասում ես գնա հետևից։ Հենա իր հարազատի հետ եկել է։ Ինչ անեմ, գնամ խանգարեմ իրենց։ Տավո ջան, պաստորեն դու թարախ ես շնչում։ Հա, թարախ եմ շնչում, ինչ կա։ Բան չէ, ջայլ տղա ես, մի օր քեզ կվնասես։ Արա յախ կարա ինչ զզվելի ես, բայց դու։ Տավո։ Հետո կթողեք ես ու Լեոնել մի բան ասենք, խոսենք։ Չէ, հայ պապի, ես ու դու խոսքի իրավունք չունենք, կամ որ խոսում ենք ով է մեզ ընդհանրապես լսում։ Ըստ տաղուտելի գնացել եմ Վովայից տնից եմ հանել։ Ինչքան ասում ենք հեռու մնա, մեկը ուղեղը չի մտնում։ Ավո, դու իրոք անհասկացող ես։ Բայց դու ինչ խաբար բզիկ տղա դուս եկար։ Ավո, ես չգիտեմ Հունանը ինչ ունի Վովին պատմելու, որ դու սենց խառնվել ես իրար։ Բայց օրինակ, որ դուք հարցնեք, կարողա ձեզ ճիշտը պատմի։ Բայց Հունանը Վովային ինչ պիտի պատմի։ Հերս ցավը տանը դու մեծ մարդ ես, սրանք չեն հասկանում։ Ինչ պետք է պատմի։ Պետք է պատմի, որ ես Օլգայի հետ եմ։ Մակոնց աղբերը նեղվել է, որ քրոջը թողել եմ, հիմա էլ Օլգայի հետ եմ շփվում։ Պապի լուրջ եմ ասում, այսինչ զզվելի խոսակցությունները, արդեն սիրտս խառնում ես ամեն ինչից։ Հայրիկ, սրանք կտամ կսատկասեմ դու կլացես։ Իսկ եթե չես ուզում լացես, մի հատ ձախից կպցրուտ հուշկի կա։ Ավո, նավ մի գրամ, ընդամենը մի գրամ մարդկայնությունը ու խելքը ինչա որ չունես։ Դավիթ Սարգսյան, խնդրում եմ լքես տարածքը։ Մեծագույն սիրով, որովհետև արդեն զզվեցի։ Խնդրեմ, դաստիարակությունը տա։ Վայ ավո, գիտես ինչ եմ երազում։ Երազում եմ մի օր արթնանամ, քեզ խելքի եկած տեսնեմ, մարդավարի ապրելուց տեսնեմ, ես էլ հանգիստ լինեմ վերջապես։ Հուզիչ էր ինչ խոսք։ Իսկ դու գիտես ես ինչ եմ երազում, որ մի օր արտանամ տենամ հերս հերություն անելա սովորել, տղուն թևութիկունք լինելա սովորել, տղուն սիրելու հարգելա սովորել, այ երբ որ իմ երազանքը կատարվեց, խոստանում եմ քոնը անձամբ կկատարեմ։ Էլ Վովայի թեման իմ հետ չշոշափեք, լսում եք։ Թորանը տեն ինչ որ պետքա ճանապարհին բացատրել եմ մանրամասը, եթե կուզենաս քեզ կպատմի։ Ասեցի գամ հորս հետ նստեմ երկու բառ խոսամ, հա կթողեք այն օրը գցեցիք որ ցանկությունս կորավ։ Գիտես չէ, որ Ավոյի հետ սիստեմատիկ մի քանի օր շփվեմ ու ղղս կքայքայվի։ Լավ էլի վերջ տուրա։ Դեյվի, գնացել է արի այ հոտած։ Հոտածը դու հոպարդ եք։ Հա, աղբերս քո ասածն է, դու մենակ արի։ Չեմ գալիս։ Ես էլ եմ մի հատ մանկամիտ պապի։
Վերջ Գրիշ, տոմսերը ամրագրել եմ։ Մնում վաղ առավոտյան բժիշկը գա հասկանանք դուրս են գրում, թե չէ։ Կարող եմ մի հատ բժշկի դուրս գրելուն պետք է սպասենք։ Գնում ենք վաղը։ Պիտի սպասենք բժիշկը որոշի Գրիշ։ Լեա ջան, այսինքն իմ մերանդը այդ վիճակում ես պետք է տենամ բժիշկը թողում այնց գնամ, թե չէ։ Բա ինչ անենք, այս վիճակով ինքնաթիռ նստես, որ ավելի մեծ բարդությունների առաջ կանգնենք։ Սրանից բարդ էլ է, հա, ալնում։ Հա։ Կլինի գոնե հիմա չկռվենք։ Չեմ կռվում, Լեա, քեզ ուղիղ ասում եմ։ Վաղը գնում ենք, всё это։ Քո ասածն է։ Հա, բա իմ ասածն է պետք է լինի։ Գրիշ, ես քիչ եմ լարված, դու էլ կողքից անդադ ինձ վատ վիճակի մեջ ես դնում։ Լավ, հələ մի հատ է զանգի պապային շուտ արա։ Հեսա կզանգեմ համբերի։ Ինչ համբերի հիմա զանգի Լեա։ Ուր ես գնում ստեղից զանգի։ Լեա։ Արի գնանք ոտքի վրա չես կարող կանգնել։ Հիմա կարևորը դու ես։ Ես լավ եմ արի։ Հուզիչ էր ինչ խոսք։ Իսկ դու գիտես ես ինչ եմ երազում։ Որ մի օր արտանամ տենամ հերս հերություն անելա սովորել։ Տաղուն թեուտիկունք լինելա սովորել։ Տաղուն սիրելու հարգելա սովորել։ Այ երբ որ իմ երազանքը կատարվեց, խոստանում եմ քոնը անձամբ կկատարեմ։ Ես գնում եմ քնամ։ Արի մի քիչ իրար հետ կշփվենք, այ հոտած հետո կգնաս։ Պապ ջան, որ խնդրեմ կթողես գնամ այդ դրա ողնաշարը ջարդեմ։ Իհարկե տղա ջան, համեցիր, բայց հետո էլ ես եմ քո գլուխը ջարդելու։ Եթե պայմանին համաձայն ես, անցի գործի։ Գերար Կոպերֆիլդ։ Դե վերջացրեք։ Բարի գիշեր։ 1000 բան կա շփվելու, արի։ Հավես չունեմ, լավ էլի։ Ախպերս ոչինչ, հենց տենց անհավես էլ արի նստի խոսանք։ Դու ընդհանրապես հասկացել ես, որ քո տրամադրությունը ընկած է լինում, ասենք տան մտնոլորտը փչանում է։ Ախր ուրախանալու առիթ պետք է լինի, որ ուրախանանք։ Ասում էիր ինչ խոսանք, պատմի տենանք ինչ ա եղել։ Դա ճիշտ է ասում էլի երեխեն։ Ուրախանալու ինչ առիթ կա որ։ Երեխեն Դավոն, հա։ Հա, ինչ է եղել, մեկն էլ դու ես։ Պապի լավ էլի։ Թորդ ասենք թամբալություն չաներ իր երեխեքը իմ տարիքի կլինեին։ Լավ լուրջ արդեն դուդուկի ձենը ականջներիս մեջ կխոսակ։ Այն ոչխար Գրիշոն էր զանգել մանանին։ Ու ասում է, գիտեմ որ ախպերները տեն ստիպել քեզ որ գնաս ու ազատվես երախուց։ Լուրջ ես խոսում։ Հա։ Կասա այ անուխեղ, այ հիմար, էդ ինչեր ես խոսում։ Եթե դու ես տղերքի պես եղբայր լինեիր, քույրդ երջանկությունից կուշաթափվեր։ Չէ, ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ դրանք հոգեկան խնդիրներ ունեն։ Հոգեկան հիվանդ էլ ոնց է լինում, արա լավ ոնց կարա տենց բան անցնի մարդու մտքով։ Որտեւ եթե իրա քույրը լիներ այդ վիճակում, ինքը կաներ։ Այդպես։ Երնեք հնարավորություն ունենայինք, ասենք բոլորով հավաքվենք ու գնայինք մտ ուրիշ տեղ ապրեինք, ավելի հանգիստ, որ դրանց դեմքը ոչ տենայինք, ոչ լսեինք դրանց ձայնը։ Ահա, երազանքների գիրք ընկար։ Չես զգացել մեր կյանքից հանած այդ երջանիկ լինել բառը։ Լավ էլի, հիմար մի խոսի խնդրում եմ։ Լավ էլի ժողովուրդ հավես չունեմ գնացի քնեմ։ Գնա պարկի։
Դու էլ վերկաց, դու էլ գնա պարկի։ Պապի, բայց իրոք էլի, մենք նենց տպավորություն ենք թողնում, ես ու Դավոն նկատի ունեմ, որ Մանանի հանդեպ կարենք տենց քայլ անեինք։ Իհարկե ոչ, ինչի մասին ես խոսում։ Շատերը կերազեին ձեզպես եղբայրներ ունեն։ Վերկաց գնա պարկի ցավը տան։ Գիտես ինչն է զարմանալի։ Ինչը։ Որ Լեան մինչև հիմա այս թեմայով չի զանգել հետս կռվի։ Նշանակում է չի հավատացել։ Պապ, մամայից նորություն կա։ Հա, տանում եմ տուն։ Որտեղ էր, ոնց է հիմա։ Լեա կտանեմ տուն, հետո կխոսեք։ Չէ, ես հենց հիմա եմ ուզում իր ձայնը լսեմ, պապ։ Ասացի կտանեմ տուն, հետո կխոսեք։ Տուր ինձ, տուր։ Լեա, Մամ ջան, ոնց ես, ինչ են արել այդ անասունները։ ոչ մի բան, ես լավ եմ, մի անհանգստացի։ Հաստատ։ Հա, հանգիստ եղի, հասնեմ տուն կզանգեմ, հանգիստ կխոսենք։ Մամ, խնդրում եմ, ես չգիտեմ ինչ ա եղելու, ինչ էին ուզում, բայց պապային չթողնես ինչ-որ բան անի։ Վստահ եմ, այս ամեն ինչի վերջը լավ չի լինելու։ Լեա, ոչ մի բանի մասին մի մտածի։ Դու Գրիշոյի կողքին եղի, եղավ։ Որ հասնես տուն անպայման զանգի, հա։ Լավ։ Ինչ էր ասում։ Ասում էր հասնես տուն զանգի։ Քեզ մեր տուն չեմ տանում։ Ինչի։ Տենց է պետք։ Ինչի հունան։ Դե այդ Արտյոմը մեր պատվալում է։ Մեր տան։ Հա։ Հունան ինչ ես տենց բան արել։ Հիմա զորով մեր գլխին սարքում ես։ Իսկ ինչ պիտի անեի, նա ջան։ Երևի պետք է ասեի Արտյոմ ջան, արի նստի իմ մեքենան, քեզ տանը մնաց հեռու տեղ, որ ոչ ոք չտեսնի։ Դու հասկանում ես ամբողջ ընթացքում ես մտածում եմ մենակ քո մասին, ոչ թե Արտյոմի լոկացիայի մասին։ Ես չեմ ուզում ուրիշ տեղ գնամ, ես ինձ լավ չեմ զգում։ Տարբերակ չկա։ Հունան, խնդրում եմ դրան ոչինչ չանես։ Տոմսար թող դրան այստեղից տանեն։ Կանեմ նենց ոնց ճիշտ է։ Մի քննարկեինը։ Մեր մասին մտածի, խնդրում եմ։ Մտածում եմ։ Ուրեմն դրան ճանապարհի թող գնա։ Ինա էլ մի շարունակի վերջ։ Փակի թեմը։ Հունան, խնդրում եմ ոչ մի բան չանես դրան։ Լսում ես ինձ։ Ոնց ճիշտ եմ համարում, տենց էլ կանեմ։ Ինչ կա ման։ Ոչ մի բան։ Իմացա Գրիշի ինչ էր զանգել խոսացել։ Որ իբր դուք եք ստիպել ազատվեմ։ Դե։ Բանի տեղ մի տիր մոռացի։ Ուսամ գիտես, որ մենք տենց բան երբեք չէինք անի։ Նույնիսկ մտքներովս չէր անցնի։ Գիտեմ, ոչ մեկի ասածին ուշադրություն մի դարձրում։ Կարևորը դու ուշադրություն չդարձնես։ Մենք երբեք չէինք ցանկանա, որ քո հետ տենց վատ բաներ լիներ։ Այդ անասուններն էլ ինչ ասեն, սրտիդ մոտ չընդունես հանկարծ։ Չեմ էլ պատրաստվում։ Ձեզ ինձնից լավ ոչ մեկը չի ճանաչում։ Քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Կգնամ քնեմ, թե չէ սա լույսը կբացվի։ Արա դու գիշերվա երազ չէ, քնեք էլի։ Դու ուր ես գաղթում։ Իշտամ ներքև
Կոնդիցիոները միացնեմ ու տակը հանգիստ պարկեմ։ Օթորակիչ Դավիթ։ Այս դեպքում կարևորը սառը օդ փչի, մնացածը կարևոր չի։ Դուք էլ քնեք, հա։ Ոնց ասես, Դեյվս, քո ասածը մեր համար օրենք է։ Ես իմ թե։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մենք պետքա խոսենք։ Ինչ պետք էր արդեն խոսել ենք։ Ավելացնելու բան չկա։ Լսելու ցանկություն առավել ևս։ Դու նենց բան ես ինձ ասել, որ մտքիցս դուրս չի գալիս։ Նենց ես ինձ ցավեցրել, որ տեղս չեմ գտնում։ Գոնե հիշում ես։ Ես ամեն ինչ հիշում եմ։ Ու ասածդ նորմալ ես համարում։ Կարելի էր ինձ ասել, որ խորթը երբեք հարազատ չի դառնա։ Հա, կարելի էր։ Հիմա էլ եմ նույնն ասում։ Խորթը երբեք հարազատ չի դառնա։ Դու որ ինձ ցավացնում ես, չես էլ մտածում իմ մասին, հետո իմ մասին։ Քեզ մեկ է։ Ուրեմն ինձ էլ է մեկ։ Դու չես հասկանում, որ ես ոչ մի վատ բան չեմ արել։ Դե եթե մտածում ես, որ վատ բան չես արել, ուրեմն շարունակի նույն ձևով։ Ինձնից ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ սթափվես, ուշքի գաս։ Սրանից սթափ երբեք չեմ եղել։ Չէ, գո այդ իրոք հնարավոր չի խոսել։ Դու ազատ ես քո ընտրության առաջ։ Արա նենց ոնց ճիշտ ես գտնում։ Վերջ, մի քանի փաստը թուղթելի ստորագրում ենք ու դուրս գանք։ Չենք ուշանում, չէ՞։ Չէ, հանգիստ տեղի։ Լսի, բա մամայդ խոսացել ես առավոտը ոնց է։ Խոսեցի, քեզնից էր հարցնում։ Ասացի հենց դուրս գնանք կզանգենք։ Չեմ հավատում, որ տուն ենք գնում, արդեն գժվում ես թե չէ։ Անկեղծ ես էլ։ Գնանք կոնե տեսնենք Հայաստանում ինչ է կատարում։ Չէ, արդեն գժվեցինք այս մեկ ուսասած վիճակից։ Ստուլը ստես։ Բա ու քեզ մենակ չի թողնելու։ Մենակ։ Հա, Լիա ջան, ասեմ ավելին, երես հավաքել եմ միջանցքում եմ։ Միացնենք հետ վերադառնալու Հայաստան։ Վախ, հիմա արա։ Խնդրում եմ, Գրիշ, գոնե մի ձևացրու, իբր թե քեզ տհաճ է իմ ներկայությունը։ Ինչի մասին է խոսքը, ինչ տհաճ սիրելիս։ Եկած շեկած սաղ տեղը գցիր, քեզ ենք սպասում։ Ապրես Գրիշ ջան, քիչ-քիչ սկսում ես գնահատել։ Ես դրսում եմ։ Ապրես, ինձ Գրիշի հետ մենակ մնալ է պետք։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ես ծով համբերություն ունեմ ու կարամ երկար ժամանակ լռեմ, բայց որ պայթեցի վերջդ վատ է լինելու։ Լավ։ Ինչ ես քեզ գժի տեղ դրել, ստեղ շոու անում։ Ընդամենը տեղն ու ժամանակը չի քո այդ քո ձևով խոսելու։ Դրա համար էլ հանդուրժում եմ։ Լավ, всё է։ Հենց հիմա դուրս եկար ու դրսում սպասեցիր։ Պաստորին արդեն սենց։ Հա։
Կներես, որ ուշացրի։ Իսկ հիմա դուրս արի։ Լեա, չես լսում ինչ եմ ասում։ Ես շատ լավ լսում եմ։ Բայց ոնց որ մեր այս գեղեցկուհին լսելու հետ խնդիրներ ունի։ Ի տարբերություն քեզ, Լեա ջան, այս գեղեցկուհին ոչ մի խնդիր չունի, ասեմ ավելին, այս գեղեցկուհին խնդիրներ է լուծում։ Հա։ Հա։ Դե դուրս արի խնդիրներս լուծի։ Կար ժամանակում քեզ էլ ճանաչեցի, ապրես։ Տեսնում ես ամեն ինչ լավ դասավորվեց։ Բայց ոնց որ երկուսատե արիֆից օգտվում եք, հա որ ձեն չեմ անում։ Всё ասում եմ։ Լավ, ես դուրս կգամ, որ Գրիշը հանկարծ իրեն ված չզգա։ Հետո Լեա։ Հələ որ այսքանը։ Ինչքան ասի ձեն չանում այդ հիմար ավելի արեթավորվեց։ Հա, մամ ջան։ Լեա, ինչ ասացին։ Դուրս են գրում։ Այսօր սենց գո գալիս ես, ուրեմն գտել ես կնոջդ։ Եթե դու հələ կարողանում ես խոսես ու շնչես, ուրեմն քեզ քիչ եմ տանջի։ Ոչինչ։ Հիմա այդ սխալը գող եմ։ Բոլոր հարստերիդ համար պետք է պատասխան տաս։